Պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով։ Բերյան դագաղում պտտվել է մի 5 շրջան, ինչի էսպես կարելի էր երևի ասում է։ Միքայել Սրբազանին 2 տարով բանտարկելու դատավճռի իրավական հիմքերն այդպես էլ չեն գտնում իրավաբանները։ Միակ հանցանքը բարեխիղճ եկեղեցական լինելն էր եւ առաքելական հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում բացառիկ դերն էր, այսինքն բացառիկ հեղինակություններ, իսկ սա այս իշխանությունների համար բավականին ծանր հանցանք է։ Իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար է մեղավոր ճանաչվել Սրբազանը, ընդամենը 1.5 ամիս տևած դատաքննությունից հետո։ Այդ տիկնոջ առջև հստակ խնդիր կար, շատ հստակ խնդիր կար, որպեսի ինքը արագ ապահովեր Միքայել Սրբազանի դատապարտումը։ Մայրաթոռը, որ քաղաքական հաշվի արդար է որակել դատավճիռը, ավելացնելու ոչինչ չունի ուրբաթ արած հայտարարությանը, պայքարելու են Սրբազանի իրավունքների համար։ Գերաշնորհ Միքայել arքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի եւ կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։ Մայր տաճարի բակում զրույցների ամենաթեժ թեմաներից է Շիրակի թեմի առաջնորդի բանտարկությունը։ Ով զենք կվերցնի ու կանգնի պետության դեմ, նրան պատժելա պետք։ Բայց ինքը զենք վերցրել է, նկարել է բանը։ Ապացուցված է։ Չէ, ես չեմ հավատում։ Սրբազան դες բանը։ Զենք վերցնի կայնի պետության դեմ, այդպես բացառված է։ Ոչ մի բան էլ չասի Սրբազան։ Ինչ ասել։ Շինովի բանը ծառան այդ մարդուն դատեցին։ Չեկենք իրար։ Երկիրը կարգի բերեք ժողովուրդն ուրախանա։ 8 տարի ղեկավարեք նստեմ մի հատ ուրախորդ չտեսա։ Միքայել Սրբազանը դատարանի վճռով մեղավոր ճանաչվելուց հետո էլ հեղինակություն է իր թեմում եւ ոչ միայն։ Սա ավելի շատ բարձրացրեց Միքայել Սրբազանի հեղինակությունը եւ այսպես ժողովրդի համակրանքը իր անձի նկատմամբ։ Այս դատավճիռն իշխանություններին պետք էր հանրությանը վախեցնելու համար համոզված են շատ իրավագետներ։ Միքայել Սրբազանը ասել է անհրաժեշտ է իշխանափոխություն 2 տարի ազատազրկել են։ 2 տարի։ Հիմա վաղը ով փորձի նմանատիպ խոսույթով հանդես գա, պետք է հասկանա, որ իրեն սպառնում է 2 տարի առնվազն ազատազրկումի։ Սրբազանին դատած Արմինե Մելիքսեթյանի ընտրությունը պատահական չի համարում Կոչուբաևը։ Փաստաբանն ասում է վաղուց է ճանաչում նրան։ Մելիքսեթյանը դատավորների քննության ժամանակ հնարավոր ամենացածր բալերն է հավաքել, բայց այդ պահին կին դատավոր է պետք եղել համակարգին։ 100 հնարավորից հավաքել է 52-53 բալ դատավորի քննությունների ժամանակ եւ ստացել է դատավորի պաշտոն բացառապես նրա համար, որ կին է, որովհետեւ այդ պահին ընդունելության համար 2 կնոջ քվոտա է եղել եւ ինքը անգամ անցողի քշեմն է բավականին դժվարությամբ հատել։ Ալբերտ Սերոփյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։